Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այսօր որոշել եմ խոսել սոդայի օգտակար հատկությունների մասին, որն իսկապես կարող է նույնիսկ կյանքեր փրկել։ Այս տեսանյութը որոշեցի պատրաստել նաև այն մարդկանց համար, ովքեր կասկածանքով են վերաբերվում կերակրի սոդային որպես օրգանիզմի համար բուժիչ և խթանիչ դեղամիջոց։ Տեղեկացնեմ, որ ես արդեն 8 տարի համարյա ամեն օր առավոտյան դատարկ ստամոքսին սոդա եմ օգտագործում և բացի դրական արդյունքներից ոչինչ չեմ նկատել։ Այժմ էլ շարունակում եմ օգտագործել։ Տեսանյութի ընթացքում նաև կկիսվեմ ձեզ հետ, թե ինչպես օգտագործել սոդան և կբացատրեմ, թե այն ում է օգնում։ Գիտնականների տվյալներով սոդան կարող է ավելի քան 60%-ով նվազեցնել մահվան ռիսկը բարձր ռիսկային խմբերի մարդկանց մոտ։ Սոդան կարող է մինչև 10 լրացուցիչ տարի կյանք ավելացնել։ Ընդհանրապես հին ժամանակներից սոդան օգտագործվել է մարդու կյանքը երկարացնելու համար։ Այն վայրերը, որտեղ հողի տակից դուրս է գալիս ալկալային ջուր, այսինքն սոդայաջուր, համարվում են այնպիսի տարածքներ, որտեղ մարդիկ ավելի երկար են ապրում, վկա հանքային ջրերով բնակավայրերը։ Եվ պատահական չէ, որ յոգերը սոդան անվանում են կյանքի աղբյուր։ Սոդան առողջության համար կիրառվում է բազմաթիվ ոլորտներում, այդ թվում սպորտում և առողջարար պրակտիկաներում։ Սոդայաջուր օգտագործողներ ուշ են հոգնում, էներգիան ավելանում է, սոդա օգտագործած մարզիկներն ավելի մրցունակ են։ Նախկինում սոդան լայնորեն օգտագործվել է բժշկության մեջ, հատկապես վերակենդանացման բաժանմունքներում, թունավորումների, սեպսիսների, նույնիսկ ներերակային։ Այս տեսանյութում դուք կիմանաք, թե ինչպես մի պարզ միջոց, որը գրեթե յուրաքանչյուր տանը կա, կարող է օգնել վերականգնել էներգիան, բարելավել արյան շրջանառությունը։ Մենք կքննարկենք, թե ինչպես ճիշտ օգտագործել սննդային սոդան, ինչ սխալներից խուսափել և ինչու է այս մեթոդը աշխատում։ Դուք կստանաք պարզ, անվտանգ միջոց առանց դեղերի, առանց ռիսկերի, առանց ավելորդ ծախսերի բարելավելու համար ձեր առողջական վիճակը։ Բոլորիս մոտ երբեմն հարց է ծագում, թե ինչու է նվազում մեր էներգիան և վատանում արյան շրջանառությունը։ Ավելի արագ ենք հոգնում կամ զգում ենք, որ մեր մարմինը դանդաղ է արձագանքում այս կամ այն իրավիճակում։ Փորձառու մասնագետներն ասում են, որ դա պարզապես տարիքից չէ։ Դա պարզ կենսաբանություն է և այստեղ կարևոր գործոններից մեկը օրգանիզմում ազոտի օքսիդի մակարդակն է։ Ազոտի օքսիդը մի նյութ է, որը ձեր մարմինը արտադրում է արյունատար անոթները թուլացնելու և լայնացնելու համար։ Պատկերացրեք այն որպես քսուկ ձեր զարկերակների համար, որքան շատ է այն, այնքան ազատ է շարժվում արյունը, հասցնելով թթվածին և սննդանյութեր բոլոր օրգաններին, մկաններին և նույնիսկ ուղեղին։ Բայց տարիքի հետ դրա մակարդակը նվազում է։ 50-ից հետո սկսում է իջնել, իսկ 60-ից հետո դա արդեն ավելի նկատելի է դառնում։ Այդ ժամանակ էլ հայտնվում են նշանները հոգնածություն, սառը ձեռ, ոտք, մտածողության մթագնում, և այս ամենը փոխկապակցված է։ Սա նորմալ զգացում է, որովհետև օրգանիզմը ազդանշան է տալիս, որ իրեն աջակցություն է պետք, և մենք հուսահատ մտածում ենք, թե սա միայն մեզ մոտ է, բայց ոչ, դա մեր արյան մեջ է։ Երբևէ մտածել եք, թե ինչու է երբեմն մարմնում ծանրություն ենք զգում, մկանները ցավում են առանց պատճառի կամ պարզապես արագ ենք հոգնում։ Պարզվում է, որ դա կապված է թթվահիմնային հավասարակշռության հետ։ Մեր օրգանիզմում կա pH ցուցանիշ, որը ցույց է տալիս, թե մեր մեջ եղած նյութերը
որքան թթու կամ հիմնային է։ Մարդու արյան նորմալ pH-ը պետք է լինի մի փոքր հիմնային, մոտ 7.35-ից 7.45, և եթե այն շեղվում է դեպի թթվային կողմ, դա կարող է առաջացնել բորբոքում, անոթների նեղացում, արյան շրջանառության վատացում։ Տարիների հետ այս համակարգը թուլանում է։ Մենք ավելի քիչ ենք հեռացնում թթուները, իսկ ապրելակերպը հաճախ ավելացնում է դրանք՝ ջրի պակաս, սթրես, սխալ սնունդ։ Հենց այդ պատճառով կարևոր է հավասարակշռությունը, և երբ մենք պահպանում ենք ավելի հիմնային միջավայր մեր օրգանիզմում, օգնում ենք անոթներին թուլանալ, բարելավում ենք արյան շրջանառությունը և բարձրացնում ազոտի օքսիդի մակարդակը, և այստեղ է, որ սոդան դառնում է մեր լավագույն օգնականը։ Եվ այժմ մենք կքննարկենք, թե սննդային սոդան ինչպես է գործում մեր օրգանիզմում։ Դա բնական, հիմնայնացնող միջոց է, որը կարող է օգնել վերականգնել մեր օրգանիզմի հավասարակշռությունը։ Երբ մենք փոքր քանակությամբ սոդա ենք ընդունում, այն անցնում է ստամոքս, հետո արյան շրջանառության համակարգ։ Այն օգնում է չեզոքացնել ավելորդ թթվայնությունը, նվազեցնում բորբոքումը և բարելավում անոթների աշխատանքը։ Սա ստեղծում է լավ պայմաններ ազոտի օքսիդի արտադրության համար, որը կարևոր է առողջ արյան շրջանառության համար։ Փորձը ցույց է տալիս, որ շատերը մի քանի շաբաթ սոդա օգտագործելուց հետո նկատում են, որ ավելի լավ են քնում, քիչ են հոգնում, ավելի առույգ են զգում իրենց և ավելի հեշտ են տանում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։ Կարևոր է հասկանալ, որ սոդան դեղ չէ, դա օժանդակ միջոց է, այն չի բուժում, այն օգնում է օրգանիզմին ճիշտ աշխատել։ Մարդիկ հաճախ հարցնում են, թե հնարավոր է այս մեթոդը ավելի արդյունավետ դարձնել։ Պատասխանն է՝ այո։ Օրինակ, կարելի է ավելացնել թարմ քամած կիտրոնի հյութ։ Կիտրոնը պարունակում է բնական ցիտրատներ և վիտամին C։ Կիտրոն ավելացնելով դուք ստանում եք կրկնակի ազդեցություն սոդայից ալկալացում և կիտրոնից լրացուցիչ աջակցություն։ Երկրորդ տարբերակը մի պտղուն ծովային կամ սեղանի աղ ավելացնելն է, որով կպահպանեք ջրաղային հավասարակշռությունը և կբարելավեք անոթների աշխատանքը։ Սակայն ես խորհուրդ կտամ սոդան օգտագործել միայն իրենով, 2 ամիս սոդան օգտագործել առանց հավելումների։ Պետք է հիշել, որ ամեն ինչ պետք է լինի չափի մեջ, չարժե շատ բաղադրիչներ ավելացնել կամ օգտագործել էկզոտիկ խառնուրդներ։ Նպատակը օրգանիզմը նյութերով ծանրաբեռնելը չէ, այլ մեղմորեն աջակցել նրա բնական մեխանիզմներին։ Այժմ խոսենք ամենատարածված սխալների մասին, որոնք մարդիկ անում են սննդային սոդա օգտագործելիս։ Այս սխալները կարող են ոչ միայն նվազեցնել արդյունավետությունը, այլ նաև առաջացնել անհարմարություն կամ նույնիսկ բացասական հետևանքներ առողջության համար։ Սոդայի օգտագործման չափաքանակը չպետք է խախտել, այն կարող է վնասակար լինել։ Հիշենք, սննդային սոդան ուժեղ ալկալային նյութ է, և մեծ չափաբաժինը կարող է առաջացնել ստամոքսի խանգարում, փքվածություն, սրտխառնոց, գլխապտույտ, իսկ որոշ դեպքերում նաև ճնշման բարձրացում։ Մյուս սխալը ակնթարթային արդյունք սպասելն է։ Սա դեղահապ չէ, այլ աջակցող բնական միջոց։ Արդյունքները երևում են 1-2 շաբաթ անց, երբեմն ավելի ուշ։ Սննդային սոդան պարզապես մի քայլ է դեպի առողջություն։ Եկեք քննարկենք, թե ինչպես սկսենք։ Սկսելու համար պետք է միայն 1 բաժակ ջուր, քառորդ թեյի գդալ սննդային սոդա և մի քանի րոպե առավոտյան, մինչ կարթնանան ընտանիքի մյուս անդամները։ Սոդան պետք է ընդունել մինչ սուրճը, մինչ նախաճաշը,
դատարկ ստամոքսով։ Սա կարևոր է ալկալային հավասարակշռության համար։ Վերցրեք 1/4 կամ կես թեյի գդալ սոդա, լցրեք բաժակի մեջ, վրան տաք ջուր ավելացրեք, մի թողեք, որ ջուրը լրիվ եռա։ Երբ արդեն կրակին դրված բաժակի մեջ ջուրը պղպջակների տեսքով է, այն արդեն պատրաստ է։ Լցրեք սոդայի վրա և գդալով կես րոպե խառնեք, հետո սառը ջուր ավելացրեք, որ ջրի ջերմաստիճանը 40-ից 50 աստիճան լինի և խմելուց չայրի ստամոքսի թաղանթը։ Միշտ ապեք, խմեք կումերով և ընդմիջումներով մինչև վերջ։ Այսպես օգտագործելով 1 շաբաթից կարող եք նկատել, որ ավելի թարմ եք արթնանում, 2 շաբաթից ավելի շատ ուժ կզգաք, իսկ 1 ամսից գուցե հիշեք, թե ինչ է նշանակում իսկապես առողջ լինելը։ Սոդայի փոքր դոզաները արագ թեթևացնում են քրոնիկական այրոց ունեցող մարդկանց վիճակը, առանց կողմնակի ազդեցությունների, որոնք ունեն դեղատնային շատ դեղամիջոցներ։ Սոդան հանգստացնում է մաշկի քորը և գրգռվածությունը։ Մարդու մաշկը տարիների հետ կապված դառնում է բարակ, չոր և զգայուն։ Նույնիսկ թույլ գրգռիչները, լվացքի փոշին, շոգը, չոր օդը կարող են առաջացնել քոր, կարմրություն կամ ցաներ, որոնք շաբաթներով չեն անցնում։ Շատերը տառապում են գիշերային քորից և անքնությունից։ Սննդային սոդան կարող է բնական կերպով հանգստացնել գրգռված մաշկը, այն թեթևակի ալկալացնում է մաշկի մակերեսը, նվազեցնում քորի համար պատասխանատու նյարդային վերջավորությունների ակտիվությունը, բայց այդ սոդան չեզոքացնում է թթուները և բակտերիաները, որոնք կարող են խորացնել գրգռվածությունը։ Սոդայով լոգանքները 1 շաբաթում նվազեցնում են քրոնիկական էկզեմայի դեպքերում քորի ուժգնությունը մինչև 40%։ Նույն ազդեցությունը նկատվել է միջատների, խայտոցների, արևայրուկի և թեթև ալերգիկ ցաների դեպքում։ Շատերին է հայտնի, որ սոդան սպիտակեցնում է ատամները, չեզոքացնում լնդերի բակտերիաները։ Սոդան նվազեցնում է թթվայնությունը, մեղմացնում միզուղիների գրգռվածությունը, աջակցում երիկամների աշխատանքին, նվազեցնում է հոդացավերի բորբոքումը։ Պոդագրայի դեպքում սոդան օգնում է արյունն ու մեզը դարձնել ավելի ալկալային, ինչի շնորհիվ միզաթթուն ավելի հեշտ է դուրս գալիս օրգանիզմին։ Սոդան կարող է նպաստել արյան ճնշման կարգավորմանը, անոթները թուլացնելով և բարելավելով արյան շրջանառությունը։ Նույնպես օգտագործում է ալերգիկ ռեակցիաների կանխման համար։ Օրինակ, մեղվի խայտոցի դեպքում սոդայաջուր խմելուց հետո արյան վիճակը փոխվում է, էրիթրոցիտները դառնում են ավելի շարժուն և առանձնացված, և արյունը ավելի լավ է տեղափոխում թթվածին և սննդանյութեր։ Կարծում եմ, լավ կլինի հիշել, որ ամեն ինչ պետք է անել չափավոր։ Իմաստուններն ասում են, թույնն ու դեղը տարբերվում են միայն չափաբաժիններով։ Ուրեմն պետք է սկսել փոքր քանակներից և զգուշությամբ։ Ամեն դեպքում բժիշկները և գիտնականները խորհուրդ են տալիս օգտագործել սոդան որպես առողջարար միջոց։ Հարգելի հետևորդներ, ահա այսօր այսքանը սոդայի մասին։ Մի վարանեք և օգտագործեք։ Ինչպես ասում են, փորձը փորձանք չէ։ Հավատացնում եմ, որ այն անվնաս միջոց է, և շատերի փորձը դա է ապացուցում։ Կարծում եմ օգտակար տեղեկություններ փոխանցեցի ձեզ սննդի սոդայի մասին։ Ինչպես միշտ, ձեզ հետ էր Ռոբերտ Պապյանը, մինչ նոր հանդիպում։